Մի օր չկար, որ այսքան տառապանքի միջով անցած ազգը հանգիստ քներ, հանգիստ արթնանար։ Մեծ լսարան հավաքած լոխիկյաններով եւ ֆեյք ռազմագետներով Աստծո ամեն օր ահաբեկում եւ ճնշում էին ազգին։ Աստծո ամեն օր պատերազմ գուժելով ազգին հասցրել էին հոգեկան խանգարման։ Գիշեր-ցերեկ ֆեյք էջերով տարածում էին հարևան ոչխարի հոխորտանքները, սարսափեցնելով բանակում զինվոր ունեցող ծնողներին։ 30 տարի Արցախ ասելով Արցախցուն ստրկացրին, Արցախը թալանեցին։ Զանգեզուրի Միջանցք ասելով ազգին բարոյալքեցին, իսկ իրենք իմ եղբայրների արյունով պահած հայրենիքի սրտում ահաբեկիչներ էին բուծում։ Հատ-հատ պատասխան եք տալու, հատիկ առ հատիկ կզելու եք այս ազգի առաջ եւ համբուրելու եք զոհված տղերքի ծնողների ոտքերը։ Դուք ստոր խոզի տղա եք, ձեզ տեղ չկա այս հայրենիքում։ Ինչպես միշտ ասել եմ, ամեն ինչ շատ լավ է լինելու, ժողովուրդ, չմտածեք։ Գրել է Հրանտ Միքայելյանը Facebook-յան իր էջում։ Արդեն հսկայական առաջընթաց կա։ 3 հրապարակված պլանը ծաղրողները, անլրջացնողները, արհեստական բանականությանը վերագրողները, դրա հեղինակումը ՔՊ-ին վերագրողներն արդեն ստիպված ընդունում են, որ պլանը տերոր սբերինն է եղել, բայց հիմա էլ կենտրոնացել են 2024 թվականի վրա։ Օք, ենթադրենք պլանը մշակված է անցած տարի կամ անցած տարվա համար, իսկ ինչու չպետք է այն փորձարկվեր իրականացնել 2025-ին, եթե 2024-ին դա չէր հաջողվել։ Ավելի վատ բան ասեմ, Սամվել Կարապետյանն էր չէ ասել, որ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով կմիջամտեն։ Ահա 2024 թվականին պլանը չի ստացվել քաղաքական գործիչների կողմից եւ անցել են իրենց ձևերին։ Վկան հայտնաբերված ռադիոկապը, զենքերը, փամփուշտները, սաղավարտները, հանդերձանքները, դրոնները եւ այլ արսենալն են։ Դրանք էլ հո 2024 կամ 24-ի նկարներ չեն, այսինքն պլան A-ն չի ստացվել եւ փորձել են անցնել պլան B-ին։ Այնպես որ թվականից էլ մի բռնեք, դա բան չի տալիս եւ բան չի փոխում։ Ստիոպաս Աֆարյան։ Հեղաշրջման փորձ է բացահայտվել, բա CVK-ը, աշկից լույսը չեն, մեկ-մեկ լավ բաներ դնում են, բայց հիմնականում նիկոլական, կողմնակալ, շատ խիստ կողմնակալ բան է, մեդիա է։ Մի խոսքով բանը մի հատ A4 ֆորմատի վրա բան է գրած քթեի փրթե, որտեղ ինչ որ մեկը հեղաշրջման փորձ անում։ Մի անգամից մի բան ասեմ, ժողովուրդ։ Մենք այս մեր քաղաքացիական նախաձեռնությունը, որ անում ենք հիմնադիր զավակներ, լինում են մարդիկ, որոնք դες թուղթով, գրիչով, A4 ֆորմատով տպած բան գալիս են։ Ինչ որ մի հատ գենիալի ծրագիր են իրանք բերում։ Ու sense որ թողես Հայաստանը, Facebook-ում լավ, լիքը մարդիկ կան, որ A4 ֆորմատի վրա տենց ինչ որ գրած հանճարեղ փրկության ծրագիր ունեն, ազգի փրկության ծրագրեր։ Ուզում եմ ասեմ, սա կարա հերթական այտենց մի բանը լինի, այսինքն նախ հարցես ումից են վերցրել։ Որտեւ այդ ումից որ վերցրել են, դա պետք է Սերժին հաշտեցնի Քոչարյանի հետ, ռուսական Էսպտյանի, Էմպտյանի, թեև մի քիչ ավելի adekvat է գրած, բայց ուզում եմ ասեմ, այսպիսի 100-ատ թուղթ կարելի է հրապարակել։ Ամեն լրատվամիջոց կար օրեկան մի հատ sense բան հրապարակի։ Հիմա սա մեկ, երկրորդ։ Եթե սրա տակ ինչ որ չափ լրջություն կա, եկեք այս դիրքերից նայենք։ Իսկ ներողություն, 18 թվականի թաշվշյա ոչ բռնի հեղափոխությունը սրանից ավելի խելացի էր կազմակերպված, սրանից 10 անգամ ավելի փնթի էր կազմակերպված, բայց ստացվեց ինչու, որտեղ նա ով իշխանության էր, որոշել էր գնալ։ Նա ով իշխանության էր, նա որոշել էր գնալ։ Հեղափոխություն տենց է լինում։ Ով իշխանությանը նա պետք է ուզի որ գնա, որ փոխվի։ Էսի sense։ Հիմա Նիկոլը չի ուզում գնա, այնպես որ ինչ ծրագիր էլ կազմեք չի ստացվելու։ Բայց ուրիշ բան եմ ուզում ասել։ Բոլորը ծաղրում են, թե այսինչ ստից հեղաշրջման ծրագիրը, այսինչ փնթիա կազմակերպված։ Հա իդեպ Լևոն Քոչարյանն էլ է դրան անդրադարձել։ Ներողություն, իսկ ձեր ընդհանրապես ծրագրերը, ձեր իշխանավարումը, ձեր ընդդիմությունը դրանից 10 անգամ ավելի փնթի վիճակում է, քան այդ A4 ֆորմատի վրա գրած ծրագիրներ։ Այդ A4 ֆորմատի վրա գրած ծրագիրը ավելի կազմակերպված, ավելի ամբողջական, ավելի ընդգրկուն էր, քան այսօր Հայաստանն են կառավարում մարդիկ, քան այսօր Հայաստանում ընդդիմություն են խաղում մարդիկ, քան այսօր հանրահավաքներ ու չգիտեմ քաղաքական շարժումներ են անում մարդիկ։ Այ դրանից 1000 անգամ ավելի խելացի էր։ Այնպես որ բոլոր նրանց ովքեր ծաղրում են այդ գրածը, ասեմ, բոլորի տա վերաբերում, որ ծաղրել է, այդտեղ ավելի adekvat է գրած, քան Հայաստանն այսօր կառավարվում, հա, ավելի մանրակրկիտ է գրված։ Եվ քան ընդդիմությունը այսօր գործնեություն է ծավալում։
իհուսով այդ բոլորի տարածից ավելի adekvat ծրագիր էր դե գրած։ Այդ ծրագրին առանձին չեմ ուզում անդրադառնամ, ընդհանուր առմամբ եթե պետք լինի կանդրադառնամ, բայց հիմա դրա շուրջ չէ։ Ընդհանուր առմամբ էս էի ուզում ասել, որ ժողովուրդ ջան, դուք այնքան փնթի թափթփված անկազմակերպ, տհաս, քաղաքագիտությունից ու քաղաքական process-ների էությունից հեռու եք, այնքան հեռու եք, որ դուք ընդ ծաղրելու բան չունեք, մեկը լի ձեզ ծաղրի, մի հատ ձեզ հայլու մեջ նայեք։ Ձեզ հայլու մեջ նայեք, հետո սկսեք ծաղրել այս կամ այն քաղաքական նախաձեռնությունը։ Եվ մի բան էլ ասեմ, այդ թղթում հեղաշրջման փորձ, այդտեղ ինչ էր գրած, որը տենց բռնություն էր գրած, ինչ էր գրած այ մարդ։ Ես կարդացի էլ ինչ որ հրապարակված էր։ Այդ ինչ էր գրած, որ ասենք թավշյա ոչ բռնի հեղափոխության սահմանումներում չի տեղավորվում։ Մի հատ թավշյա ոչ բռնի հեղափոխության ծրագիր է գրած։ Ինչի՞ է քամակները տենց մռմռում։ Հատկապես իշխանական եւ պրոիշխանական ուժեր։ Չէ՞ որ դուք այդպես մի բան դրանից ավելի փնթի ձևով դուք եք արել ու դրանով դուք եք ավելի ծանր հետևանքների բերել։ Ընդեղ այնա որ ֆիքսումա որ պիտի հասցնեն որ հանգարց Ալիև Փաշինյան պայմանագիր չստորագրվի, իրանց ամբողջ պոտենցիալը դրան են ծառայում։ Ընդեղ նշվում է որ ֆեյքերի բանակ այդ բառերով չի գրած, բայց ֆեյքերի բանակ պետքա ստեղծվի։ Ընդեղ սլուխների, շշուկների տարածման, բամբասանքների տարածման մեխանիզմ սրանք է նշում, սա հենց այսօր էլ տեղի է ունենում։ Սա ապականությունն է, որ հենց այսօր տեղի է ունենում։ Ու դրա մեջ ընդգրկված են ամենաբարձր կրթվածություն եւ հեղինակություն ունեցող անձիկ ընդդիմության շրջանակներում էլ իշխանության շրջանակներում էլ այդ դիշովկա քաղաքականություն դուք այսօր անում եք պետք չէ A4 ֆորմատի վրա տեսնեմ ես գիտեմ որ իմ YouTube-յան ելույթների տակ այդ քֆուրների շարքը որ կա այդ դիշովկեքը այդ դուք կամ ձեզանից հովանավորվող ձեզանից սնուցվող ձեզանից ֆինանսավորվողներն են ձեր գործընկերներն են ձեր մարտական ընկերներն են Այ այդ դիշովկեքը, որ էդի գրում են։ Ու դուք էլ այդ դիշովկեքից լավը չեք։ Այդ նույն սլուխները, այդ Նիկոլի անձնականի կամ չգիտեմ ինչի մտնելը կամ հակառակը Նիկոլենց կողմից ընդդիմության անձնականի կամ չգիտեմ ինչի մտնել։ Այդ դիշովկեքը դուք եք։ Դուք ձեզնից լավ դիշովկա չկա։ A4 ֆորմատի վրա գրածն էլ ընդամենը հերթական ոնց որ արդեն գործող տեխնոլոգիան է ուզում ինքը օգտագործի։ Ֆեյքերի բանակով, բամբասանքների շրջանառելով եւ այլն։ Եղավ, էտել է տենց։ Անցնենք երրորդ կետը, չէ, միջև Իրան Իսրայելը, հա։ Նիկոլի թլպատված չթլպատված լինելու մասին, ոնց եմ գրել, ճուճուլացավ եմ գրել, էլի մոտավորապես։ Թլպատված կարա լինի մարդը բժշկական պատճառներով, ասենք բժշկական ցուցումներով, բժշկական թլպատված կարա մարդը լինի կամավոր։ Իր պատկերացմամբ, ինչ որ հիգիենայից ելնելով իր պատկերացմամբ։ Եվ կարող այո, կրոնական նպատակներով մարդը թլպատված լինի։ Եվ ինչ։ Այս հերթական մի կետ առաջը դիշովկեքից էի խոսում։ Այ եկեղեցում էլ դիշովկեքը նենց քչություն չեն անում։ Եկեղեցին ապականողներից մեկն էլ դուք եք, եկեղեցական դիշովկեք։ Եղավ, որ եկեղեցականի վեղարը հակների ձեզ թույլ եք տալի այդ տեսակ էժան բան։ Նիկոլը մի կողմից է ապականում եկեղեցին որպես արժեք, դուք էլ ներսից եք էդի քանդում ապականում որպես արժեք։ Այ իրար քթել եք։ Ափսոսը եկեղեցին է։ Ափսոս են առաքինի եպիսկոպոսներն են, սրբազար հայրերն են, ովքեր կրակն են ընկե ձեր այս մանկամտության անմեղսունակության ձեռքը։ Պոլսո պատրիարքարյանը մտքովս անցավ, ինչի է դռները փակել Նիկոլի առաջ, եւ որ Նիկոլը Թուրքիայում էր, ժողովուրդ դա չէր փակել, որպեսզի Նիկոլին մերժեր, այդ մարդիկ դուռը կբացեին։ Փակել են, որպեսզի բամբասանք, այ ձեր էլի նույն ձեր դիշովկա բանգասանքներին տեղի չտան, որոնք ինչ էի ասելու, ուզում են Գարեգինին գցեն, որպեսզի Պոլսո պատրիարքին բերեն, բան, կաթողիկոս դնեն, այդ մարդիկ էլ դուռը փակել էին, որ իրանց վրա տենց խոսք ու զրույց չտարածվի։ Ընդամենը այդքան բան, նրանք Նիկոլին կընդունեին, նրանց դենս չի։ Ուղղակի չուզեցան ոնց որ սոլիդարություն ցույց տվեցին եկեղեցուն ու չուզեցան բամբասանքների տեղիք տալ։ Էդ էլ տենց։ Այսինքն այն աստիճան է էժանացրել սա, մարդիկ վախենում են բամբասանքի տեղիք տալուց, ուզած չուզած սկսում են ոչ adekvat գործել, որպեսզի բամբասանքի տեղիք չտան։ Այ այդքան էժանացել եք։ Ու հատկանշական է, որ այդ
հեղաշրջման փորձի ժամանակ TikTok-ի վրա է շեշտը դնում, հատկապես TikTok-ով պետք է աշխատեն։ TikTok նայողներին էսի ասեմ, ժողովուրդ, ձեզ էշի տեղ են դրել, մտածում են ուրեմն, կարծում են, որ դուք դեբիլների առանձնահատուկ տեսակ եք։ Ես չեմ ասում, իրանք են TikTok-ը առանձնացնում, այսինքն հեղաշրջում ես ուզում անես, հատկապես TikTok-ի վրա աշխատի, ընդ էշ են, չեն հասկանում, ինչ են լսում, չեն վերլուծում, ինչ են լսում, նրանք ավելի ուժեղ կմնեն ազդեցության տակ։ Ուսանողությունը, որ ջահելներ են, միամիտներ են, շուտ կոգևորվեն, հուզական ինչ-որ բաներ կօգտագործեն։ Մի խոսքով, TikTok-ի ժողովրդին եմ ես խոսքս ուղղում, ժողովուրդ ջան, մի քիչ զգուշ եղեք։ Ձեզ հատուկ դիագնոզ են դրել հեղաշրջում կամ հեղափոխություն անողները, կարծում են, որ դուք ավելի պակասավոր եք եւ հեշտ կմնեք ազդեցության տակ։ Մի քիչ զգուշ եղեք ազդեցության տակ չմնեք։ Էս էլ տենց։ Այսինքն այդ ծուծիլ թեման, թե եթե ուրիշ բան է նշանակում, հիմա բանը, այս տերտերները, բան տերտերներ էլի են ստենց եւ այս պետական գործիչները հիմա մրցելու են բանը ով է ավելի հեռու միզում ասեն կանգնեն միզեն տենան ով ավելի հեռու միզում ով ավելի հեռու միզեց ուրեմն կրածա մոտապես այդպես մի բայց ավելի լուրջ ու կյանքերի գներով մրցում արեց Իսրայելը Իրանի հետ տեսան ով ավելի հեռու միզում ու որոշեցին վերջը դեմքները փրկել, այսինքն Իրանի դեմքը փրկել, թույլ չտալ, որ Իրանը լրիվ նվաստանա, դա Ամերիկայի մոտեցումն էր, ու մի խոսքով այսօր հրադադարը կընկվի, դա ինչքանով կայուն կլինի, ինչքանով երկար կլինի, չգիտեմ, բայց ուզում եմ անկեղծ ասել, շնորհավորում եմ մեզ բոլորիս եւ հատկապես Իրանի ժողովրդին, ինչ որ չափ նաեւ Իսրայելին, այս հրադադարի համար հույս ունենամ, սա երկար կլինի, հույս ունենամ, չգիտեմ, դեռ պիտի նման բաները պետք է մի քանի օր, մի քանի շաբաթ տևեն, որ զգաս արդեն կայունություն, այսինքն առաջի էֆեկտը դեռ ոչինչ չի նշանակում, բայց արդեն լավ նշան է եւ հիմնականում փորձեցին Իրանի դեմքը փրկել, դա լավ նշան է, հույս ունենամ Իրանը վաղը կփոխի իր արտաքին քաղաքականությունը եւ Միացյալ Նահանգների հետ կգնա համագործակցության։ Եվ այդ ժամանակ թե Իրանի համար լավ կլինի, թե մեզ Հայաստանիս համար լավ կլինի, շատ լավ կլինի։ Մի խոսքով այսօրվա համար այսքանը, չգիտեմ ինչքանը վեր հետաքրքիր, բայց այսօրվա լուրերն էին ու Վաչի հետ էի Facebook-ում բանավիճում, մեկնաբանություններում այդտեղից ոգևորվա, որոշեցի լայվ անել, բացատրելու համար, որ Երևանը Ամստերդամի հետ պետք չի համատել, ընկերներ ջան, պետք չի։ Պետք չի մեզ այն աստիճան էշի տեղ դնել, որ Երևանը Ամստերդամի հետ համեմատելով ճիշտ ու սխալ ցույց տալ փողոցների լայնության կամ երթևեկության։ Մնում է Վենետիկի հետ համեմատեք։ Համեմատեք։ Չի կարելի։ Շանհայի հետ համեմատեք։ Ասեք Շանհայում էսպես, ահա Երևանում էլ էսպես պետք է լինի։ Ձեռ եք առնում, այ աղբեր։ Երևանը հələ որ քաղաք պետությունը մարզերից էներգիան աշխատուժը փողը քամող ու ստեղ ռեալիզացվող Էդ է Երևանը մարդիկ տասնյակ տարիներ ծիրանը աճացրել են բերել են 150 դրամով ծախել են 200 դրամով ծախել են Երևանում այդ 200 դրամով իրանցից առել են 400-500 դրամով ծախել են մարդու ամբողջ տարվա աշխատանքից մի բան էլ ավել գինը դրել են վրան ծախել են ստեղ տնտեսական բարեկեցություն են ապահովել Այդ մարդն էլ իր ամբողջ տարվա քոր կոպեկը մի անգամ բերք տվող առել է 150-200 դրամով գնացել է տուն 100 դրամով Էդ է Երևանը ամեն ինչ արվել է որ Երևանն ապրի մարզերի հետ անիծած Դե հիմա հետևանքները պիտի կրեք Մինչև նոր մարզային կենտրոններ կլինեն, քաղաքներ, տնտեսական կենտրոններ, որտեղ մարդիկ ապրուստ կգտնեն։ Մարզերի հաշվին Երևանը կայացրել, էդի եկեք ընդունենք։ Մարզերի հաշվին, մարզերի տնտեսական շարժի հաշվին, մարզերից խոպան գնացողների հաշվին Երևանը կայացրել։ Երկրի կեսը բերել լցրել է Երևան։ Չի կարա հիմա Երևանի համայնքապետարանը տենց գցի բռնի, որ եկեք հեծանիվով մարդիկ գնան գան։ Հանրային տրանսպորտը այ սենց ավելի լավ կաշխատի։ Ընկեր, այս քաղաքը մայրաքաղաք է ու ամբողջ երկրի հաշվին կայացած ու կայացող միջև հիմա կենտրոնում շինթույլտվություն եք տվել։ Կինո Մոսկվայի դեմը բարձրահարկի շինթույլտվություն եք տվել։ Գագիկ Ծառուկյանի շենքը։
Այդ դուք եք, արդեն ձեր օրոք է արվել։ Դուք եք։ Ձեզ իրներ հրապարակի կենտրոնում է շինթույլտվություն կտայիք։ Կասիք ափսոս է տարածքը, թող այդ կենտրոնի այն գորգը որ կա սարքած այդ կենտրոնում է շենքեր լինի։ Ձեզ մնար այդ էլ շինթույլ։ Հետո այդտեղ ավելանալու էին լիքը մեքենաներ, հետո ասելու եք ոնց էս մեքենաների հարցը լուծենք։ Ոնց որ ասենք, չգիտեմ, թաղամասեր կան, հələ չեն էլ բնակեցված լիովին, բայց թաղամասերը որ բնակեցվեն, ցիրկի մոտը կա, չգիտեմ, չերեմուշկա կա, հսկայական թաղամասեր են։ Այդպիսի մի թաղամաս սարքեր Վանաձորում կամ Գյումրիում ահռելի օգուտ կտա այդ տնտեսական շարժին, այդ քաղաքների։ Կապանում սարքեր այդպիսի մի թաղամաս։ Բերեստեղ եք սարքե։ Լավ եք արել, ստեղ եք շինթույլտվություն տվել, լավ եք արել, հետևանքները բարի եղեք կրեք։ Ու այդ թաղամասը հեծանիվով ման չի գալու։ Այդ թաղամաս գնացողը ավտոբուսով չի գնալու այս կոմենկոմ։ Եթե նույնիսկ ավտոբուսով գնան, այսօր ինչքան մարդատար ավտոմեքենա կա, այդքան ավտոբուս է պետք, որ այդ մարդկանց տեղափոխես։ Թերևս այսքանը ժողովուրդ ջան։ Կներեք ես իմ շուխուրով խոսալու համար, այսօրվա համար թերևս այսքանը ցտեսություն, ամենալավ բաները։